Լավ, մի բան ենթադրենք, որ այն ճգնաժամը, որ առաջացրել է Հորմուզի նեղուցը, կբացվի, կդադարի կոնֆլիկտը, ամեն ինչ տեղն է գտնելու։ Միանգամից չէ, որովհետև արդեն որոշ նավթատարողներ Կատարը կանգնեցրել են իրենց նավթի արտադրությունը, պետք է հասկանալ, որ իրանք, ասենք, չեն կարող բան անեն, այսպես ասած, հորերը, որ կանգնեցվում են նավթային, իրանց պետք է մի ամիս ժամկետ մինչև վերջնական ոտքի կանգնեն, որտեղ դա բավականին մեծ գործընթաց է, բավականին բաներ պիտի ստուգվեն։ Իրանք, այսպես ասած, նավթային պաշարների տանկերներ ունեն, որտեղ լցնում են, որոնք գրեթե լիցքավորված են, այսինքն մի քանի օր հետո, մի շաբաթ հետո արդեն չեն կարողանալու այդ նավթային տանկերները լիցքավորել, իրancs մոտ որ կան։ Ստիպված ֆորս մաժոր են հայտարարելու, կանգնեցնելու են իրancs։ Այսինքն, եթե մոտակա 7 օրը չբացվի, մեծ խնդիրների առաջ են կանգնելու, որտեղ ֆորս մաժոր են հայտարարելու, ստիպված մի ամիս ստուգելու են, մինչև կարողանային եվրոպական շուկա հասցնեն նավթ, արդեն իսկ որոշ պետություններ, օրինակի համար Ավստրալիան հայտարարում է, որ իրենց մոտավորապես 12 օր մնացել բենզինի, այլ դիզել եւ այլ պաշարներ, այսինքն 12 օրից կսպառվի եւ իրանք չեն կարող, չգիտեն ինչ անել, նույնն էլ Չինաստանը, կներեք, նույնն էլ Ճապոնիան։ Չինաստանը այդտեղ պաշտպանված է, Ճապոնիան այդ խնդիրներ ունի։ Ճապոնիան ռեզերվ է օգտագործում։ Ռեզերվներ այս պահին օգտագործում, որոնք 1-2 շաբաթ հետո սպառվելու են, հստակ խնդիրներ կան։ Սա ես ուզում եմ ընդգծել, սենց բավականին կատարյալ ջրհեղեղ կամ փոթորիկ կարող է լինել, որտեղ մի քանի ֆակտոր կա, այսպես ասած, ֆորս մաժորային կոնֆլիկտի տևական լինելու դեպքում։ Այո, Սև Կարաբաղը, որոնք կարող են խախտել եւ արդեն դա տեսնում ենք, օրինակի համար արդեն Դուբայի երազանքն է խախտվել, որտեղ հասկանալի է Դուբայը քաղաք էր, որը կառուցված էր եւ փոխաբերական եւ ուղիղ իմաստով ավազի վրա եւ հիմնականում խոստանում էր դրախտ, ապահով դրախտ ներդրողների համար եւ մենք այդ շուկայի հետ հստակ կապված ենք, որտեղ ինչ փող գալիս էր այս այսինքն 2022 թվականից մենք դարձել ենք տարանցիկ երկիր, փողը գալիս էր Ռուսաստանի Դաշնությունից, այստեղ գտնում էր բանկային համակարգ շինարարություն, նաեւ գնում էր դեպի Դուբայ էմիրություններ, նույնն էլ ոսկին, մեծ գիտենք բոլորս, որ 2024 թվականի մեր արտահանումը 13.1 միլիարդ, սակայն 63%-ը դրա ոսկի ու ադամանտ էր, որ եկավ Հայաստանի Հանրապետություն, տարածիկ զգալի հատվածը մոտ 55%-ը գնաց էմիրություններ, Դուբայ։ Եվ այդ փողը հետ վերադարձան շինարարություն։ Դուբայը վերանում է որպես կապիտալի հանգրվան։ Այո, արդեն իսկ Դուբայում տների գները զգալի մի 20-25%-ով անկում են ապրել։ Ու ոչ միայն Դուբայում, շատ աշխարհի պետություններ կան, որ արդեն այդ տենդենսը կա։ Դա էլ է, այսինքն մենք մի քանի ֆորս մաժորային իրավիճակ այստեղ ունենք։ Որովհետև հայկական կապիտալն էլ է հոսում։ Այո։ Հայկական մեր բանկային, տեսեք, շատ մեր կառուցապատողներ, շատ հարուստներ եւ այլն, իրանք նպատակ ունեն հասվես ասած ինչ որ հանգույց ունենան ապահով, որը հիմնականում դնում են Դուբայում։ Ցանկացած մեր կառուցապատող, որը չգիտեմ, ինչ որ միտեղ 10 հարկա կառուցել, 15 հարկա կառուցել, գնացել է Դուբայում շենք առել։ Նաեւ շատ մարդիկ կան, որոնք Դուբայում իրենց սեփականությունը, ասենք, վարկի դնում են ավանդի, չգիտեմ, տարբեր սխեմաներ կան աշխատող, այստեղ Հայաստանի Դուբայի միջև ավանդիում վարկի, որտեղ այնտեղ 0%-ը, այստեղ 10-14%, այսինքն կարաս այնտեղ վարկ վերցնես մոտավորապես 2-3%-ով Դուբայում, գաս այստեղ ավանդը դնես, բավականին մեծ գումարներ աշխատես։ Հիմա այդ մարդիկ, որ տեն սխեմաներով են աշխատել, տակ են տվել։ Այլ մարդիկ կան Հայաստանի Հանրապետություն տարբեր ուրիշ սխեմաներով են աշխատել, հիմա չգիտեն ինչ անեն։ Այսինքն սա շղթայաձև կարող է իրար հետ գումարվել ու ասենք ֆինանսական համակարգում փողի մեջ ամեն ինչ շղթայական կապված ու ամեն ինչ գծային չի աճում կամ գծային փոխկապակցված։ Այնինչ նկարագրում ես բերի նաև փոխարինի ամեն ինչ, այս բանը ինքը էքսպոնենտալ, այսինքն դու փոփոխություն չես նկատում, հանկարծակի թռնում է նույն էլ տոկոսադրույքները եւ այլն։ Իհարկե այս սցենարը արկա է, այսինքն այդ հավանականությունը կարգա է այս տարի։ Մինչև, ասեմ, 2 շաբաթ առաջ, մինչև փետրվարի վերջ ես կասեի դրա հավանականությունը այս տարի 5-10% է, որտեղ կա ռումբը դրած։ Սակայն իրավիճակը կարող էր կենտրոնական բանկը կառավարել ինչ-ինչ, այսպես ասած, սեղմելով իրավիճակը կամ ուրիշ բաներ անելով։ Այս պահին դրա հավանականությունը զգալի է։
որովհետև եթե ես սենց հստակ ասեմ, ես կանխատեսում չտամ, որովհետև կանխատեսում ամենաանշնորհակալ գործ է, բայց եթե նավթի գինը 120-ը 1 բարելը բարձրանա եւ 7 օր մնա այդ սահմանի մեջ, միանգամից շատ ամեցանում է դրա հավանականությունը։ Նույն ազդեցությունը սպասվում է Ադրբեջանին, Վրաստանին։ Նայած ինչ ձևի իրանց տնտեսություններին ես այդքան տեղյակ չեմ, ես հիմնականում Հայաստանի տնտեսությունն Վրաստանը բաց։ Այո, սպասում են։ Այսինքն, ասենց ասեմ, եթե համաշխարհային ճգնաժամը լինի, բոլոր պետություններին հարվածելու դրա հավանականությունը կա։ Մեր մոտ, գիտեմ, դրված է այդ ռումբը բանկային համակարգում, հիփոթեքի նվեստով, որովհետև տեսեք, հիմնականում ինչով է պայմանավորված այդ ռումբը, նաև որովհետև մեր կառավարության հիմնական արդյունավետության ցուցանիշը եղել է հարկահավաքությունը եւ կախարդահավաքությունը։ Իրանք տեսնում էին, որ շինարարության մեջ բավական մեծ քանակությամբ փողեր են պտտվում եւ իրանք հետ են վերադարձնում այդ գումարները եկամտարկի հետ վերադարձի տեսքով, մտածեցին ոնց անենք, որ հավելյալ փող այդտեղից վերցնենք։ Դրեցին բավական մեծ քանակությամբ տուրքեր։ Այսինքն առաջ եթե ուզում էր 1 կիլոմետր տրանշեա փողեր ջուր անցկացնել, զուտ նախագծման վճարներ տալիս։ Հիմա եթե չեմ սխալվում 7000 դրամ է 1 մետր, այսինքն 700,000 դրամ միանգամից մեծ գումարներ եւ փոքր եւ միջինները գրեթե սնանկացման եզրին են հայտնվել, խոշոր 4-ն են կարողացել այդ այսպես ասած հարվածը կլանել, սակայն փոքր ու միջինները գնում են բանկային համակարգ, ասում են չեն կարելի ամսվա միլիոնավոր դրամների վարկ տալ, եկեք սրանք ճանաչենք, բանկային համակարգը ասում է չէ, բանկեր ասում են ինչու, ասում են որովհետև եթե մենք ձեզ ասենք ճանաչենք, մենք հետո կենտրոնական բանկի հետ խնդիրներ կունենանք իրացվելիության, կենտրոնական բանկը մեր բաները կխստացնի։ Արի ձեզ փուճուր վարկ տանք, որ վարկով փակեք։ Սա ասենք դեպի լավ տեղ ճանապարհ չի։ Հասկացա։ Ավարտում ենք։ Այսինքն իրանական պատերազմը կամ այն ինչ տեղի ունենում Իրանի շուրջ ուղիղ առնչվում է Հայաստանի ամբողջ աշխարհի հետ, սա ֆորս մաժորային սև քարապ իրավիճակ է, որը ոչ մեկ չէր կանխատեսել, որը ոչ մի հեջային ֆոնդ, ոչ մի բանկ համաշխարհային կամ ոչ մի վարկային կազմակերպություն իր հաշվարկների մեջ չէր դրել, չէր ներառել այս ռիսկը, որտեղ ոչ մեկ չէր պատկերացնի, որ 7 օր առաջ որ Դուբայը կարող է այս իրավիճակում լինի, որ Դուբայից մարդիկ կարող են ուզենան չապրել Դուբայում, որ նեղուցը կփակվի։